Բարև ձեզ։ Լրացավ 44-օրյա պատերազմի 5-րդ տարելիցը։ Այս ընթացքում ունեցանք 5000 զոհ, 5000 խեղված ճակատագիր, 5000 երիտասարդ, որոնք ասելիք ու անելիք ունեին։ Ես եւ իմ գործընկերները որքան կարող էինք, որքան հնարավոր էր, փորձեցինք պատմել նրանց մասին։ Նրանցից մեկը բժիշկ, դեղագետ Վահե Մելիքսեթյանն էր, որը զոհվեց իր մասնագիտական պարտքը կատարելիս, հերթական անգամ հիվանդներ տեղափոխելիս։ Այսօր պատրաստվում եմ զրուցել Վահե Մելիքսեթյանի եղբոր Սարգիսի հետ, որը սուգն ու ցավը վերածել է կոնստրուկտիվ եւ արդյունավետ աշխատանքի։ Իսկ թե ինչի մասին է խոսքը, կքննարկենք, կիմանանք հենց հիմա։ Ողջույն Սարգիս, շնորհակալ եմ մեր հրավերն ընդունելու համար։ Սարգիս, ես գիտեմ, որ դուք ղեկավարում եք Վահե Մելիքսեթյան հիմնադրամը, ինչի մասին է խոսքը, ինչ գործունեություն է ծավալում եւ ովքեր են այդտեղ ներգրաված։ Ողջույն Հասմիկ, շնորհակալ եմ ձեր այս գեղեցիկ տաղավարում հյուրընկալելու համար եւ այս հնարավորության համար խոսելու Վահեի ու իր անունը կրող հիմնադրամի մասին։ Վահե Մելիքսեթյան հիմնադրամը ստեղծվել է 2021 թվականին, հունվարին, շուտով կլրանա մեր հիմնադրամի 5-րդ տարին։ Ստեղծվել է պարզ եւ հստակ առաքելությամբ շարունակել Վահեի մասնագիտական երազանքը, կյանքի կոչել նրա մասնագիտական իղձը, որն է կլինիկական դեղագիտության զարգացումը Հայաստանում։ Եղբայրս մասնագիտությամբ կլինիկական դեղագետ էր, դասավանդում էր նաև բժշկական համալսարանում մի քանի լեզուներով ու շատ մեծ ջերմությամբ ու ոգևորությամբ էր իր մասնագիտությանը վերաբերվում եւ փորձում էր ամեն ինչ անել այդ ոլորտը այստեղ զարգացնելու համար։ Ու քանի որ պատերազմը փոխեց բոլորիս ճակատագրերը, մենք Վահեի ընկերների հետ որոշեցինք, որ այն նվազագույնը, որ կարող ենք անել Վահեի հիշատակի եւ Վահեի համար, դա իր երազանքի կյանքի կոչելն է։ Կլինիկական դեղագիտությունը համեմատաբար նոր գիտություն է, առողջապահության բավականին երիտասարդ ուղղություն է։ Զարգացած առողջապահական համակարգեր ունեցող երկրներում այն բավականին մեծ տեմպով զարգանում է, ցավոք Հայաստանում շատ սաղմնային եւ թույլ վիճակում են գտնվում։ Եթե շուկայական այսպես տերմինոլոգիայով ասեմ, ունենք եւ առաջարկի եւ պահանջարկի խնդիր, մինչդեռ կլինիկական դեղագետները բազմաթիվ երկրներում ապացուցել են իրենց արդյունավետությունը ինչպես բուժման մասով, այնպես էլ ծախսային մասով։ Կլինիկական դեղագետներն առհասարակ այն մասնագետներն են, ովքեր աշխատում են հիվանդանոցներում, ինչպես անունը արդեն բնորոշում է, աշխատում են բժիշկների, բուժքույրերի հետ համատեղ, որպեսզի ստանան դեղաբուժման կոնտեքստում լավագույն արդյունք պացիենտի համար։ Մեզ մոտ Հայաստանում ցավով պիտի նշեմ, որ բավականին փոքր թվով հիվանդանոցներ կան, որ ունեն այդպիսի հաստիքներ եւ մեր նպատակն է մի կողմից խթանել այդպիսի աշխատատեղերի ստեղծումը եւ մյուս կողմից ունենանք դեղագետների հոսք դեպի այս բնագավառ, ինչը պայմանավորված է բազմաթիվ խնդիրներով եւ անորոշություններով։ Պիտի նշեմ, որ բավականին աշխատանքներ տարել ենք այս 5 տարիների ընթացքում, բայց ավելի շատ անելիք դեռ կա։ Այս 5 տարիներին մենք շուրջ 45 միլիոն դրամի ներդրում ենք կատարել։ Բավականին շատ է։ Բավականին շատ է, բայց պիտի ասեմ, այդ մասով էլ մենք մեզ բավարարված չենք զգում։ Մենք գումարները ուղղել ենք տարբեր ուղղություններով, ինչպես մասնագետների կրթման, կրթական վճարներ, ուսման վարձի փոխհատուցում, ինչպես նաև երկու հաջողակ кейս ունենք, երբ մեր երիտասարդ մասնագետները կարողացել են վերապատրաստում անցնել արտասահմանում, եւ մենք լիահույս ենք, եթե ունենանք այդպիսի մասնագետների կրիտիկական զանգված, 5-10 հոգի, մենք որոնք վերապատրաստվել են եւ իրենց մասնագիտությամբ աշխատում են Հայաստանում, մենք կկարողանանք միջավայր փոխել եւ նոր ուժ տալ ոլորտի զարգացմանը։
Սակայն մեկ հիմնադրամի գործունեություն, ինչքան էլ մենք ողջևորված ենք եւ պատրաստ լուրջ փոփոխությունների, բավարար չէ, պետք է նաեւ պետական մակարդակով գիտակցումը այս ոլորտի կարևորության եւ պիտի ասեմ, որ մենք այդպիսի դրական լիցքեր տեսնում ենք եւ հուսով ենք, որ տեսանելի ապագայում կունենանք ավելի արդյունավետ ու անվտանգ առողջապահական համակարգ, որը հնարավոր է միայն կլինիկական դեղագետների ներգրավման միջոցով։ Իսկ դուք ձեր մասնագիտությամբ ինչ կապ ունեք այս ոլորտի հետ, հասկանալի է, որ սա նեղ մասնագիտական բնագավառ է եւ նաեւ կառավարման առումով հմտություններ է պահանջում։ Ես ինքս մասնագիտությամբ տնտեսագետ եմ, երկար տարիների փորձով, տարբեր մասնավոր ընկերություններում եմ աշխատել։ Երբ ստեղծեցինք հիմնադրամը, ես կարծում էի, որ տնտեսագիտական, կառավարման, ֆինանսական իմ գիտելիքները կբավարարեն, բայց շատ կարճ ժամանակում ես հասկացա, որ առողջապահական բնագավառը շատ սպეციფիկ է եւ մագիստրատուրայի 1 տարվա կուրս անցա ու հիմա ունեմ նաեւ առողջապահության կազմակերպիչի որակավորում, ինչը ինձ շատ օգնում է ավելի ճիշտ որոշումներ կայացնելու, համակարգը ներսից պատկերացնելու, բժիշկ դեղագետ այդ մշտական խնդիրների հորձանուտում ճիշտ պատասխանը գտնելու համար։ Վահեն, ինչ կասեր, որ այս ամենը տեսներ, ողջ լիներ։ Չգիտեմ, որքան էլ որ ես կարծել եմ, որ եղբորս լավ եմ ճանաչում, այնուամենայնիվ չգիտեմ ինչ կասեր։ Ամեն դեպքում ես փորձում եմ անել այնպես, որ եղբայրս չամաչեր իմ փոխարեն։ Քանի որ 30 անց տարիքում դուք երկրորդ մասնագիտություն ձեռք բերեցիք, որպեսզի նրա երազանքը նպատակին հասցնեիք։ Ընդհանրապես կարծում եմ, որ ցանկացած տարիքում էլ ուշ չէ քո կյանքում ինչ որ փոփոխություններ բերել, իմ դեպքում դա եղել է ավելի շատ պարտադրված, պիտի անկեղծ ասեմ, բայց որքան ես այս ոլորտը ուսումնասիրում եմ, սկսում եմ էմոցիոնալ դաշտից տեղափոխվել նաև ռացիոնալ դաշտ, որովհետև ես հասկանում եմ, որ սա լոկ երազանք չէ, որը որ ես վերցրել եմ եղբորիցս, դարձրել եմ իմը ու փորձում եմ առաջ տանել։ Սա նաև շատ մեծ ռացիոնալ հատիկ ունի ու այս ոլորտի զարգացումը անմիջական ազդեցություն ունի բոլորիս առողջության վրա ու դա ինձ օգնում է նոր տեմպով, նոր ոգևորությամբ մեր թիմի հետ համատեղ առաջ տանել այն ծրագրերը, որ մենք նախանշել ենք։ Իսկ հիվանդանոցները ինչպես են արձագանքում կլինիկական դեղագետի ֆունկցիան իրենց հաստատություններում ներդնելու համար։ Տարբեր են պատրաստակամությունները, ընկալումները, պիտի ցավով նշեմ նաև տեղեկացվածությունը, բայց վերջին 5 տարիների ընթացքում կա հետաքրքրություն նաև մասնավոր պետական հիվանդանոցների կողմից, որովհետև բոլորն էլ լավ հասկանում են, որ անվտանգությունը եւ ծախսարդյունավետությունը կարևորագույն կոմպոնենտներ են նաև առողջապահության բնագավառում եւ ունենք հիվանդանոցներ, որոնք բավականին վերջերս այդպիսի հաստիքի մրցույթ են հայտարարել, համալրել են այդ հաստիքը, ունենք նաև այս պահին պետական հիվանդանոց։ Ես կարծում եմ, որ մեր հաջողությունը ժամանակի հարց է ու ես վստահ եմ, որ ունենալու ենք այնպիսի առողջապահական համակարգ, որտեղ կլինիկական դեղագետները բժիշկների, բուժքույրերի հետ ուսուցի տված մեր պացիենտներին տալու են հնարավոր ամենաարդյունավետ, ամենածախսարդյունավետ նաև բուժումը, տեղաբուժումը։ Անդրադառնալով կրկին Վահեին, ինչու էր նա ընտրել հենց այս մասնագիտությունը եւ ինչպես էր ստացվել, որ նա հայտնվել էր հենց առաջնագծում։ Վահեի երազանքն է եղել բժիշկ դառնալ ու եթե շատ դեղագետների հարցնեք, շատ-շատերի մոտ է այդպես եղել, իրենք ուզել են բուժական ֆակուլտետ ընդունվել, միավորների տարբերությամբ կամ անվճար վճարովի դիլեմայի մեջ ընտրել են ավելի քիչ վճարով դեղագիտական ֆակուլտետը, եղբորս դեպքը բացառություն չէ, նա նույնպես
դիմել էր բուժական ֆակուլտետ, բայց քանի որ ու ընդունվել էր վճարովի, բայց քանի որ վարձը բավականին բարձր էր ու մեր ընտանիքին բեռի տակ չդնելու համար եկել էր դեղագիտության ֆակուլտետ, բայց ինչպես եղբայրս էր շատ սիրում մատնանշել, ճակատագիրը իր փոխարեն որոշում կայացրեց, բայց ինքը հետագայում շատ ուրախ էր այդ որոշման համար ու այն բացառիկ դեղագետներից էր, որ շատ սիրում էր իր մասնագիտությունը, չնայած որ իր ընտրությունը չէր եղել, առաջին ընտրությունը, ու շատ լուրջ գործնական քայլեր էր անում այդ ոլորտը զարգացնելու Հայաստանում եւ ակադեմիական մակարդակում եւ դրանից դուրս ու ես վստահ եմ, որ պատերազմը եթե չլիներ ու խաչ քաշեր Վահեի ճակատագրի վրա, ինքը շատ արագ հաջողելու էր։ Մեզնից շատ ավելի արագ, որովհետև գիտելիքի անսահման պաշար ուներ, շատ մեծ աշխատասիրություն, հայրենասիրություն եւ գիտակցում, որ փոփոխություն բերող մարդը հենց ինքն է։ Ինքը չէր սիրում ուրիշների վրա գցել աշխատանքը, ամեն ինչ վերցնում էր իր վրա։ Իսկ ինչպես էր ստացվել, որ նա հայտնվել էր առաջնագծում։ Գիտեք, առհասարակ Վահեի ծառայության անցնելը մի առանձին պատմություն է, որը որ նաև քրեական գործ կա եւ ես հույս ունեմ, որ առաջիկայում այդ ուղղությամբ կունենանք առաջընթաց, չնայած շատ դանդաղ է գնում այդ քրեական գործի ընթացքը։ Վահեն բավական մեծ տարիքում զորակոչվեց բանակ, երբ արդեն լուրջ հաջողություններ էր գրանցել իր կյանքում, մասնագիտական ասպարեզում 30 տարեկան էր։ Այո, 30 տարեկան էր, զորակոչվեց բանակ, ինչպես գիտենք, բուժծառայության լեյտենանտ էր, բազմաթիվ անարդարություններ է եղել եւ ծառայության ժամանակ եւ պատերազմի ընթացքում ես վստահ եմ, բայց պատերազմի ընթացքը ավելի շատ եղբորս որոշումն է եղել լինել իր զորամասում, իր տղաների հետ, ինքը այդպես էր նշում, արել է ավելին, քան կարող էր, արել է ավելին, քան բուժծառայության լեյտենանտից կարելի էր սպասել ու շատ դիպլոմավորված բժիշկներից ավելի բժիշկ է եղել իմ եղբայրը ու արել է իր խղճի համար, իր գիտակցումով, որ կարող է ամեն հաջորդ վիրավորին առաջնագծից տարհանելը լինի վերջինը իր համար ու հոկտեմբերի 8-ին իրոք եղել է վերջինը ու ինչքան էլ իմ համար ծանր է ու դժվար հասկանալ եղբորս որոշումը, ես փորձում եմ համակերպվել իր որոշման հետ, հարգել իր որոշումը, բայց չեմ դադարում նաև ինձ մեղադրել, որ եղբորս այլընտրանքները այդքան քիչ են եղել։ Սարգիս, նշեցիք քրեական գործ է հարուցված, մենք քիչ շակերտները բացեք, ինչի մասին է խոսքը։ Քանի որ իմ եղբայրը տեղագետ, կայացած մասնագետ լինելուց բացի դասավանդել է նաև բժշկական համալսարանում մի քանի լեզուներով, մենք մի քանի անգամ դիմել ենք, որպեսզի եղբայրս ծառայությունը այնպես կազմակերպվի, որ կարողանա նաև գիտական process-ից հետ չմնա։ Վահեն նաև սովորում էր ասպիրանտուրայում եւ 2019 թվականին նախատեսված էր իր տեխնացուական պաշտպանությունը։ Մեզ բազում պատճառաբանություններով մերժում էին, բայց մենք հետո իմացել ենք, որ իրականում տեղել են ունեցել, հնարավորություն էլ է եղել եւ եղել են իմ համոզմամբ արտոնյալ մարդիկ, ովքեր կյանքում մեկ օր դեղագետ չաշխատելով հայտնվել են օրինակ գլխավոր հոսպիտալի տեղատան պետի պաշտոնում կասկածելի հանգամանքներով։ Ես իհարկե շատ շակերտներ չեմ կարող բացել, քանի որ այս փուլում ակտիվ քննություն է ընթանում, բայց ես վստահ եմ, որ վաղ թե ուշ բոլոր մեղավորները, ովքեր իմ եղբոր ճակատագրի հետ այդպիսի ձևով խաղացել են, իրենց պատիժը ստանալու են։ Մեր լրատվամիջոցը կհետևի ընթացքին եւ հնարավորության սահմաններում արդեն մեր լսարանին տեղյակ կպահենք, թե ինչի մասին է խոսքը։ Սարգիս, այսօր ի՞նչն է ձեզ եւ ձեր ընտանիքին ուժ տալիս։ Ինչպես եք կարողանում փորձել ապրել վշտի հետ 5 տարի անց։
Ամեն Աստծո իմ համար պայքար է այդ ուժը գտնելու համար, բայց դուք հասմիկ նշեցիք ինչ կասեր Վահեն, երևի թե Վահեին չդավաճանելու համար եմ ես այդ ուժը գտնում ու ես գիտեմ, որ իմ եղբայրը պայքարող տեսակ է եղել, ես փորձում եմ իրեն արժանի լինել, այդ ուժը գտնել, նաև մեր հիմնադրամի գործունեության շնորհիվ ապագա վահեներ, հա, ստանալու, այսպես ասած, ճակերտավոր իհարկե այլ ճակատագրով փորձում ենք այնպիսի առողջապահական համակարգ ստեղծել, որով Վահեն կհպարտանար, որը Վահեն կստեղծեր, ինչպես ասացի, ավելի կարճ ժամկետներում։ Դա է այսօր իմ ամենամեծ ուժը, մեր հիմնադրամի աշխատանքը, մեր ընկերները, ովքեր օգնում են մեզ ֆինանսապես, գաղափարներով, աշխատանքով, լուսաբանելով մեր գործունեությունը ու առիթից օգտվելով, ես իրոք շնորհակալ եմ բոլորից։ Ես չեմ նեղանում նրանցից, ովքեր չեն օգնում կամ անգամ քննադատում են, բայց շատ շնորհակալ եմ։ Քննադատություններ էլ։ Այո, իհարկե։ Ովքեր են ել։ Գիտեք, դե տարբեր միջոցառումներ են անում, ինչպես ասում են, անթերի է նա, ով ոչինչ չի անում։ Բնականաբար որոշ տեղերում բացթողումներ են լինում, թերացումներ են լինում եւ քննադատություններ են լինում, որոնց ես սկսել եմ արդեն հանգիստ վերաբերվել։ Իհարկե, եթե քննադատությունները կոնստրուկտիվ են, արձագանքում ենք, շտկումներ ենք անում, ամեն դեպքում ես, ինչպես նշեցի, չեմ նեղանում ոչ ոքից, լինի դա մարդ, կառույց, իսկ բոլոր նրանք անհատներն ու կազմակերպությունները, ովքեր մեզ աջակցում են, մեր կողքին են, ովքեր հասկանում են մեր կարևոր առաքելությունը, առանց վարանելու ես դա անվանում եմ կարևոր առաքելություն, ոչ միայն նրա համար, որ իմ եղբոր անունով ենք անում, այլ նաև նրա համար, որ դա անում ենք մեր առողջապահական համակարգի վերափոխման, վերակերպման համար։ Բոլոր այդպիսի մարդկանցից շնորհակալ եմ։ Իսկ առհասարակ ովքեր են ներգրաված ձեր աշխատանքներին, ինչ բժիշկներ կան եւ առհասարակ բժշկական համայնքը ինչպես արձագանքեց այս նախաձեռնության, այս հիմնադրամի գոյությանը։ Մենք ըստ էության փոքրիկ հիմնադրամ ենք, բայց շատ մեծ ոգևորությամբ ու բազմազան մասնագիտություններով համալրված։ Մեր խորհրդում կան ինչպես դեղագետներ, բժիշկներ, ֆիզիկոս ունենք, կրթական ոլորտի մասնագետներ ունենք, ու այսպիսի բազմազանությունը մեզ շատ օգնում է հիմնադրամի աշխատանքները կազմակերպելու ու առաջ գնալու հարցում։ Բժիշկները պիտի ասեմ, որ հիմնականում երիտասարդ առաջադեմ բժիշկները շատ ոգևորությամբ են ընդունում, պատրաստակամ, որքան տարիքային բարձրանում ենք, այնքան այդ պատրաստակամությունը նվազում է ու իմ մագիստրոսական թեզի ժամանակ ես հարցումներ էլ էի իրականացրել, իմ այս ասածները օբյեկտիվ հիմք ունեն։ Մենք կարծում ենք, որ էլի ժամանակի տրամաբանության մեջ մենք նաև բժշկական համայնքի կողմից կունենանք լիակատար աջակցություն, որովհետև վերջի վերջո կլինիկական դեղագետները բժիշկների մրցակիցները չեն, այլ նրանց գոլեգաներն են, ովքեր աջակիցներ են։ Իհարկե, ովքեր օգնում են, ովքեր ծառայում են նույն նպատակին, հա, պացիենտի լավագույն բուժումը ստանալու հարցում եւ անտրամաբանական կլինի ուղղակի, եթե բժշկական համայնքը համառի, ճուզի, պատկազմեն, այսպես։ Ես վստահ եմ, որ ժամանակի մեջ մենք ունենալու ենք նաեւ բժշկական համայնքի լիակատար աջակցություն։ Եվ Սարգիս, վերջին հարցս, թերևս դուք ձեր օրինակով ցույց եք տվել, ցույց եք տալիս, թե կարողացել եք, ինչպես պետք է վշտի հետ ապրել, ինչպես եք դուք կարողացել վշտի հետ ապրել։ 5 տարի անցավ պատերազմից եւ հիմա մենք ամբողջովին այլ իրականության մեջ ենք ապրում, ինչ զգացումներ, ինչ ապրումներ ունեք եւ ամեն անգամ որ գնում եք եռաբլուր, ինչ եք ասում Վահեին։ Ամեն անգամ եռաբլուր գնալիս ես Վահեին եւս մեկ անգամ խոստանում եմ, որ պիտի ունենանք ավելի լավ հայրենիք,
որպեսզի եղբորս ու մյուս իմ եղբայրների անձնազոհությունը անտեղի չլինի։ Ու այն վիշտը, այն ջղայնությունը, որ ես ունեմ իմ մեջ, ես դա դարձնում եմ ուժ, ոչ թե չարություն, եւ իմ բաժին հայրենիքը փորձում եմ ավելի լավը դարձնել, առաջին հերթին մնալով այստեղ, որքան էլ ինձ համար դժվար է այս իրականության հետ ապրելը, եւ իմ մնալով նախ ուժեղացնում եմ իմ հայրենիքը եւ իմ մասնագիտությունից ու իմ բուն նախասիրություններից բացի փորձում եմ եւս մի փոքրիկ ինչ որ լավ բան անել իմ երկրի ու իմ ժողովրդի համար եւ իմ բոլոր հայրենակիցներին էլ հորդորում եմ, որ գան, այստեղ ապրեն, այստեղ աշխատեն, որովհետեւ հիմա ավելի շատ քան երբևէ մենք ունենք նրանց կարիքը։ Գիտեմ դժվար է, բայց մենք ունենք մեր հայրենակիցների առաջին հերթին ֆիզիկական ներկայության կարիքը, ինչու՞ չէ նաև նրանց գիտելիքի, փորձի, գործի բերումով վերջերս շատ եմ ճամփորդում ու տեսնում եմ ինչպիսի լավ մասնագետներ ունենք, ինչպիսի հայրենասեր պրոֆեսիոնալներ եւ նախանձով եմ լցվում, ինչի են այլ երկրի ծառայում, բայց գիտեմ, պատճառները բազմաթիվ են, օբյեկտիվ, սուբյեկտիվ, բայց ձեր եթերից էլ կոչ եմ անում բոլոր իմ հայրենակիցներին, որ լրջագույն ձևով դիտարկեն հայրենիք վերադառնալու հարցը։ Եվ այս նոտայի վրա ավարտենք մեր զրույցը, շնորհակալություն, որ ժամանակ գտաք եւ մեզ հյուրընկալվեցիք։ Ես եմ շնորհակալ։ Իմ հյուրը Վահե Մելիքսեթյան հիմնադրամի գործադիր տնօրեն Սարգիս Մելիքսեթյանն էր։ Կհանդիպենք։